Արհեստական բանականությունը որպես օգնական սեմինար քննարկում դեռահասների, երիտասարդների, աշխատողների ու աշխատանք փնտրողների համար։ Արհեստական բանականության գործիքների գրագետ կիրառումը հեշտացնում է մարդու կյանքը, կրճատելով օրինակ աշխատաժամանակը, եւ ուրեմն արժե օգուտներ քաղել արհեստական բանականությունից, ասում է Հրաչ Սահակյանը։ Եթե անգամ դռները փակեն կրթական հաստատությունների արհեստական բանականության առաջ, միևնույնն է այն արդեն ներթափանցել է, որովհետեւ յուրաքանչյուր ուսանող անգամ հենց կրթական ոլորտի մասնագետների մասն է խոսքը այս դեպքում ուսուցիչների, իրենք ինքնուրույն ասում են, որ օգտվում են այս ամեն ինչից ու կրկնում եմ արհեստական բանականությունը շատ հարուստ գործիքակազմ ունի։ Իսկ որոնք են արհեստական ինտելեկտի հասցրած վնասները եւ ինչպես պայքարել դրանց դեմ։ Վեբ ծրագրավորող Արգիշտի Եգորյանը ներկայացնում է Միացյալ Նահանգներում արված վերջին ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրել էին երկու մարդու ուղեղ, որոնցից մեկը օգտագործել էր ChatGPT, կարելի ասել մոտավորապես 3-4 ամիս, իսկ մյուսը բոլորովին չէր օգտագործել ChatGPT, ուղեղի աշխատանքի դեգրադացիա էր նկատվել։ Ուսանողները խոստովանում են, սկսել են կիրառել արհեստական բանականության գործիքները, բայց շատ դեպքերում սխալ։ Ուզում ենք, որ ավելի գրագետ կիրառություն լինի արհեստական բանականության, ուսանողները ծանոթանան արհեստական բանականության գործիքներին, օգտագործման մեխանիզմներին, հետաքրքիր թեմա է, կարծում եմ, եւ կարծում եմ իմ ուսանողներին բավականին օգտակար կլինի։ Երիտասարդական պալատի կամավոր Անի Նահապետյանը արհեստական բանականության գործիքներից օգտվում է արդեն 2 տարի, սովորել է ճիշտն ու սխալը զատել եւ հաճախ ինքն է ուղղում արհեստական ինտելեկտին, սովորեցնում ճիշտ մտածել։ Սխալներին հանդիպել եմ, այո, հիմնականում հայոց պատմության հետ է կապված, փաստերը շատ լղված են։ Ալգորիթմներով մենք կարող ենք ավելի ճիշտ գրել եւ ասել, որ չէ, դու սխալ ես, այսպես գրիր եւ որոշ ժամանակ անց փորձել նույն հարցը տալ եւ կտեսնենք, որ այն իսկապես փոխում է իր կարծիքը։ Սեմինարավարները խոսում են նաև մասնագիտական կողմնորոշման եւ այդ հարցում էլ արհեստական բանականությանը օգնական դարձնելու մասին, անցկացնում են գործնական պարապմունքներ, օրինակներով ցույց տալով, թե ինչպես է արհեստական ինտելեկտը վերածվում օգտակար գործիքի անձնային եւ մասնագիտական աճի համար։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։